Տեսնելով, թե ինչ է կատարվում Իրանում, դժվար չէ կռահել, որ մոտ 50 տարի գոյություն ունեցող այաթոլաների ռեժիմը երկար չի դիմանալու։ Ես միշտ աջակցել եմ իրանցիներին, որոնց արիացի եմ համարում, եւ իմ քաղաքական նպատակներից մեկը եղել է իրանցի ազգայնականների հետ դաշինք ստեղծել, բայց համակրանք չեմ ունեցել Իսլամական Հանրապետության նկատմամբ, քանի որ դա արիական ազգին համապատասխան պետական կարգ չեմ համարել։ Այնուամենայնիվ, ես պաշտպանել եմ Իրանի պայքարը սիոնիզմի եւ Իսրայելի ահաբեկչական պետության դեմ, քանի որ հոսանքի պաշտոնական քաղաքական դիրքորոշումը միանշանակ հակասիոնիստական է։ Իրանում հավանաբար տեղի է ունենալու հեղափոխություն, որը կարող է լավ բան լինել, եթե այսօրվա ռեժիմը փոխարինվեր ազգային պետությամբ, բայց ինչպես տեսնում ենք, վտանգ կա, որ Իրանը կարող է քաոսի վերածվել, ինչպես տեսանք Սիրիայում, որը հենց սիոնիստների ուզածն է։ Մենք հայ ազգայնականներս միայն կարող ենք հուսալ, որ իրանական ազգը կարողանա հաղթահարի այս դժվարություններին, որպեսզի ապագա հայ ազգային պետությունը կարողանա դաշինք ստեղծել եւ համագործակցել Իրանի հետ, որը հուսանք նույնպես կունենա ազգային պետություն։ Ամեն դեպքում, որքան էլ սիոնիզմը կարծի, որ հասնում է հաջողության ու իր նպատակներին, միևնույն է, իր սատանայական գործունեության պատճառով քաղաքակրթությունը գնում է դեպի անդունդ։ Մոտենում է գալիք համաշխարհային ճգնաժամը, որը առաջանալու է տնտեսական փլուզման եւ մեծ պատերազմների պատճառով։ Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծած այս ջհուդական աշխարհակարգը բացի աղետից ու դժբախտությունից ուրիշ բան չի բերել մարդկությանը։ Շուտով գալու է մեծ հակազդեցությունը եւ այս ամբողջ թղթե տնակը քանդվելու է իր իսկ ստերի ծանուցան տակ։ Մենք հայազգայնականներս պետք է պատրաստվենք աննախադեպ իրադարձությունների համար, որպեսզի մեր հայրենիքը ու պետությունը ոչ միայն չմնա այդ փլատակների տակ, այլև դուրս գա ավելի հզոր ու նորից հաղթանակած։